Հարկ ներդեհին Արցախը և Արարատը Հայաստան է, այլ կարծիք ունեցողը հանցագործ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Բազմիցս են խոսում, իրենց մեջ որոշել են քեմալիստներով, որ իբր միջազգային իրավունքով Արցախը Ադրբեջան է և եթե որևիցե մեկը խոսում է Արցախի մասին, նա ուղղակի Ադրբեջանին տրամադրում է մեր դեմ, Հայաստանին միջազգային հարթակներում դարձնում է խոցելի և այլն, և այլն, և այլն։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը կանգնի ասի Արցախն Ադրբեջան է, իրեն նույնիսկ կարելի է գնդակահարել, դատապարտել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության ու այդ մարդը այդ խաղաղության ճանապարհի վրա նորից կրքեր է բորբոքում։ Իրականում դուք դրանով վախեցնում եք հայ մարդուն, որ ինքը իրեն պատկանող սեփականությունից, անգամ սրբությունից հրաժարվի։ Վախեցնելու միջոց է։ Վայ, ասում եմ, անունը չտաք։ Լավ, չեմ կիսում տարբերակը, բայց եթե Արցախը Ադրբեջան է ըստ միջազգային իրավունքի, դու էլ բոլորին սաստում ես, ասում ես հանկարծ չխոսեք Ադրբեջանի մասին, հանկարծ Արարատից չխոսեք, որովհետև մենք խնդիրներ կունենանք դրսում։ Հասկանում եք։ Իսկ կարող եք ինձ ասել, Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, այս մնացած հատվածը։ Բա այդ Ալիևը չի վախենում, որ բարձրաձայն ասում է արևմտյան Ադրբեջան։ Ինքը ինչ հիմքով է ասում արևմտյան Ադրբեջան, բա ինքը չի վախենում միջազգային իրավունքից։ Հա, Նիկոլ։ Ալիևը որ ասում է արևմտյան Ադրբեջան, դու հայ ժողովրդին ասում ես Արցախից մի խոսեք, որ միջազգային իրավունքը չխախտվի։ Հիմա Ալիևը որ խոսում է արևմտյան Ադրբեջանից, որ այս մնացած ինչ կա չկա, էլի իր պապական հողերն են, արևմտյան Ադրբեջան է։ Ինքը այդ միջազգային իրավունքը ունի, այդպես փաստաթուղթ ունի ձեռքին, որ խոսում է։ Օրինակ հետաքրքիր հարց է էլի ինձ համար։ Մի օր սաստեցիր, ասեցիր տղա, բայց հետս թուղթ ես ստորագրել, հիմա էլ ուրիշ բան ես խոսում։ Եթե Արցախը միջազգային իրավունքով իրենցն է, ըստ քեզ, կարող եմ վաղը կանգնես ասես, գիտեք, բանից պարզվում է, այս ինչ որ կա, էդել է միջազգային իրավունքով Ադրբեջան։ Այն որ ասում եք, բերեք, ես Ալիևին առաջարկեմ թող ինքը Արցախից, մենք Արցախից չխոսենք։ Ինքն էլ արևմտյան Ադրբեջանից։ Կա այդպես մի փաստաթուղթ, որ Հայաստանի հետ մնացած խորհրդային Հայաստանը դա Ադրբեջանի տարածք է եղել կամ է միջազգային իրավունքով։ Բացատրի, հայ ժողովրդին արգելում ես, ասես միջազգային իրավունքով Արցախը Ադրբեջան է, մի խոսեք, մի ասեք, մի խանգարեք գործընթացը, պատերազմ եք ուզում, չգիտեմ, հրահրում եք Ալիևին մեր դեմ։ Ալիևը ամեն օր զինավարժություններ է անում, պատրաստ է պատրաստվում, ողորմելի։ Ինչքան հարևանում ես, զենք զինամթերք է ձեռք բերում, բոլոր հարևաններդ։ Չգիտես ինչու մենք բանը խաղաղության ենք գնում։ Ասում է Երևանի բանի այդ զինանշանի կամ քաղաքի այդ բանը որ կա, չէ, այնտեղ ոսկե գույն կա, չգիտեմ, տարբեր գույներով, 3 եռագույն խորհրդանիշը պատկերված է, ասում է սրանից հետո բան պետք է լինի, մենակ պետք է կապույտ լինի։ Մենք խաղաղության ենք գնում։ Այդ գույները բան են, ագրեսիա են բանում, արդեն մայրաքաղաքի գույներն էլ է փոխում, երկնագույն է սարքում։ Ես չեմ հասկանում, ասենք, բանի, ինչ կապ ունի գույնը, դու ամեն ինչ ուզում ես խաղաղության հետ կապել, հա, բոլորից սարքում ես երկնագույն, վաղը կարող է, ասենք, այդ շփման գծում կանգնած հայ զինվորի ձեռքից ինքնաձիգը վերցնեք, այդ ավտոմատները, հրացանները, և սիրամարգի պոչի փեդուր, ասես տակ տղերքի ձեռն, ասեք, մենք խաղաղության ենք գնում, դուք այսուհետ զենքով չպետք է կանգնեք, այս փեդուրով պետք է կանգնեք այդտեղ։
Դե խաղաղության են գնում։ Երևանի գույներն էլ փոխեցիք, սարքեցիք համասեռամոլների միակ տենց երկնագույն։ Բա զինանշանի վրայից առյուծ, արծիվ, չնայած արդեն խոսում եք, պետք է հավաքեք, ոնց թե, բա մենք առյուծ ժողովուրդ ենք։ Մենք վախկոտ խեղճ, չէ, տկար ժողովուրդ ենք, ըստ Նիկոլ ողորմելու վիժվածքի։ Ինչ եք խաղաղությունը բերել մտցրել ամենուր։ Դուք վաղ այդ խաղաղությունը կարող եք մտցնեք մարդկանց անկողին։ Ասեք մարդու կնեք իրար հետ չպետք է քնեք, Ալիևն ասել է, եթե քնեցինք պատերազմ եմ անելու։ Հանուն խաղաղության հետ իրար հետ չքնեք։ Երեխա չունենաք, չբազմանաք, Ալիևն է այդպես ուզել։ Դա իր պահանջներից է, մենք էլ պետք է ընդունենք, որովհետև խաղաղության են գնում։ Չէ, Նիկոլական ողորմելի։ Գլուխդ մտնում է, չէ, Նիկոլը քեզ ինչ ասում է հանուն խաղաղության։ Ասենք Երևանի գույներն ինչ է խանգարում, որ միակ կապույտ ֆոնի վրա է։ Մենք բանը Երևանը մինչև այդ պատերազմի մայրաքաղաք էր։ Այս 3000 տարի է այդ Երևանը տենց էր։ Էլի եմ ասում, վաղ Ալիևը այնքան բան, այդ որ այս ողորմելիները տրջնքի են տալի, որ գնաց հետդ կգամ, կամ այդ հույրանց մտքով չի անցնում, որ դες իրենք այդպես ասենք անընդհատ կորուստների մեջ պետության, ասենք ղեկավարությունը որ թռնում է այդպես, դա թշնամու պատվերով է։ Դա ծաղր է։ Դա առաջերտին Ալիևը հենց իրենց է։ Հիմա ինքը նստած, երբ որ տեսնում է ոնց են քպականները թռնում այդ երկի տակ, ինքը գիտի որ ինքը այդ երաշտության, այդ թռնելու պատվեր տվող ինքը վճարել է դրա դիմաց կամ վախեցրել է։ Հրճվում է։ Ասում ես լագոտներին նայի։ Ասել եմ թռեք, ասեք ուժ որ գնաս կամ ինչ որ անում եք լավ ենք անում։ Երկեք, բարեք, sense ժողովրդին բան արեք։ Դուք չեք կարող հայ մարդուն հիասթափեցնել, գիտեք։ Մենք հազարամյակների ընթացքում միշտ ունեցել ենք, մենք միշտ ծնվել է այն տղեն կամ այն տղերքը, որոնք կապ չունի մենք պետություն ենք ունեցել, չենք ունեցել։ Ներքին եւ արտաքին թշնամու հանդեպ վրեժխնդիր է եղել։ Ես չեմ կարող Արցախի կորուստից հետո երգել, պարել եւ սպասվելիք այլ կորուստների համար երգել ուրախանալ։ Արևմտյան-Ադրբեջան թեզին միսու արյուն է տալի Նիկոլ ողորմելի։ Քո վերաբերմունքով, ասում է, ես Արցախի հետ հավասարեցնում եմ երևույթը։ Ես կառաջարկեմ, ասում է։ Մինչև քո գալը, երբ որ էներգո հանցագործն էին Ռոբերտն ու Սերժիկը, նրանց օրոք Արևմտյան-Ադրբեջան թեզ չկար։ Այս մի հարցում դու չես կարող ասես նրանց օրոք է դա եղել։ Չնայած դուք նույն թիմի անդամներ եք, բայց ասեմ, Արևմտյան-Ադրբեջանը ծնվել է քո իշխանության օրոք, եւ դու դրա համահեղինակներից մեկն ես։ Ճիշտ է, ձեր քարյակը Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը եւ դու սահմանադրորեն հանցագործներ եք, որովհետեւ Արցախը Հայաստանի մաս է։ Հասկանում եք։ Դուք այլ բան եք այլ, Արցախն անջատել եք Հայաստանից։ Կրեմլի հրահանգով, որ ինքը երբ կարիք ունենա թուրքերին սիրաշահելու, այդ Արցախը հանգիստ ճնշումներով մեր ձեռու ոտը կապելով հանձնի թուրքին։ Եթե պետք է տղաների արյունով անի, ինչ որ արեցին։ Բայց Արցախով չբավարարվեցին։ Քո այս պոռնկացին վիժվածքի վարկով նրանք այնքան ապահով են իրենց, որ քեզանից վաղն ասեն դու Աննայի հետ մերկ պետք է Երևանի հրապարակով էսես տկլոր վազեք այսինչ ժամին դուք չեք կարող չանել չզարմանաք ժողովուրդ որ մի օր տեսնեք Նիկոլն ու Աննան մերկ բացարձակապես մերկ առանց ներքնահագուստի փողոցով վազում են ուրեմն Ալիևի հերթական պահանջն է եղել ծաղրելու իրենց ինչպես պահանջել էր որ այդ այս սև օրերին մեր իրենք թռնեն, ուղղակի թռնեն, ոչ ու արաբական երաժշտության, ռաբիզ երաժշտության տակ է, արաբական երաժշտության, թուրքական, այսինքն իսլամական այդ մուղամախառը, չգիտեմ, ես ինչ երաժշտության տակ թռնեն։ Ուր որ գնաս հետդ կգանք։
Գնում ես դառնաս Արևմտյան Ադրբեջան, հետը դե գող չկա։ Դու բանտ ես գնալու, այդ շքախումդ էլ հետդ։ Չեք մարսելու։ Չեք մարսելու։ Արցախը Հայաստան է։ Թքել եմ ես քո ասած միջազգային իրավունքի վրա։ Իմ ասած միջազգային իրավունքով Արցախը Հայաստան է։ Միջազգային իրավունքով չկա Արևմտյան Ադրբեջան, որ դու ասում ես ես Արցախ չասեմ, նա էլ Արևմտյան Ադրբեջան չասի։ Չկա այդպիսի բան, ողորմելի։ Հացը ցամաք ես ուտելու։ Դու բորբոքում ես ամեն ինչ։ Դու դրանով ոչ թե վախեցնում կամ հիասթափեցնում ես, այլ բորբոքում ես, դու տրամադրում ես քո դեմ ու քո թիմի դեմ։ Բան չմնաց։